Գիտեք, մեկ տեսակետ առաջացավ քանի օրեր առաջ, երբ ցույցերը սկսեցին, սկզբնական առաջի մեկ շաբաթը մեծի մասամբ տեսանք, որ Իրանի հյուսիս-արևմտյան նահանգներում ցույցերը այդպես ոչ թեժացավ, ոչ այդքան ժողովուրդը մասնակցեցին, նույնիսկ շուկայի ներկայացուցիչները հայտարարությամբ հանդես եկան, ասացին մենք չենք գործադուլ կատարում եւ այլ եւ այլ։ Հիմա այս տեսակետը կար որոշ մասնագետների մոտ, թե քանի որ Թուրքիան այս պահին, քանի որ լուրջ հարցեր ունի Իսրայելի հետ Սիրիայում եւ տարածաշրջանում, բոլորովին համաձայն չի Իրանի քայքայմանը, հետեւաբար հորդորել է նաեւ Ադրբեջանին եւ իր գործակալներին, որ որևիցե խլրտումներ չսկսեն Իրանի ներսում, որը նման ցույցեր չլինի։ Իհարկե, այստեղ մի քիչ հարցը ինձ համար հետաքրքիր է, որ բոլորը այդ մեկնաբանները այդ բոլոր գործոնները արտաքինից են տեսնում, այսինքն այդքան Թուրքիան ազդեցություն ունի Իրանի այդ նահանգներում, որը հստակորեն կարողանում է ասել, որ մի մասնակցել կամ մի խլրտումներ ստեղծել եւ այլ։ Ես այդքան կողմ չեմ, որ այդքան թափանցել են եւ այդքան ամենտեղ դերակատար են։ Անշուշտ կան, մեծ դժվարություն է, բայց որ ասենք միանշանակ այդ գործոնին վերագրենք այս ցույցերը տեղի չունենալուն, կարծում եմ, որ այդ նահանգներում, կարծում եմ, որ ծայրահեղություն է։